Ընտանեկան բռնություններ, պատճառները, տեսակները, ազդեցության հիմնական գործոնները։ Ինչպես կարելի է հոգեբանական տարբեր խնդիրներ ունեցող եւ հատկապես բռնությունների ենթարկված մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերել։ Այս թեմաները հոգեվորականները քննարկեցին Ծաղկաձորում անցկացված երրորդյա համաժողով դասընթացի ժամանակ։ Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վահան Քահանա Նազարյանն այս ոլորտում արդեն 10 տարվա փորձ ունի։ Աշխատում է Վանաձորի հասարակական կազմակերպություններից մեկում, գրեթե ամեն օր առնչվում թմրամոլների, բռնությունների ենթարկվածների հետ։ Տեր Վահանը վստահ է, որ առանց հոգևոր գիտակցության բարձրացման հնարավոր չէ ամբողջապես լուծել սոցիալապես խոցելի խմբերի խնդիրները։ Հոգևորականի անհրաժեշտությունը զգացվեց սոցիալական աշխատանքում նախ սոցաշխատողների մակարդակի բարձրացման։ Իրենք իսկ նախ ուզում են ավետարան իմանալ, իրենք իսկ ուզում են նախ ավետարանի ոգով զորանալ, որպեսզի արդարացված լինեն սոցիալական աշխատանք եւ կարողանան դա վերջնականապես իրականացնել։ Այսինքն դա փոխադարձ է ստացվում։ Ոչ միայն իրենց մասնագիտացվածությունն էր հարկավոր, այլ իրենց մասնագիտացվածությունը օժանդակել էր հարկավոր։ Իրենք հաճախ հոգնում են, հաճախ թողնում են իրենց գործի կարեւորությունը, իրենք մոռանում են, թե իրենք որտեղ հսկայական լուծ է դրվում իրենց վրա եւ թոթափել չեն կարողանում։ Որին առաջընթաց մի անգամ օգնության է ասում հոգեվորականը ամենօրյա շփումներով, եթե դա իհարկե հնարավոր է։ Ներընտանեկան բռնության երևույթը երկար ժամանակ չէր հրապարակայնացվում եւ միայն վերջին տասնամյակում հասարակական կազմակերպությունների կողմից հնչեղություն ստացավ եւ գնահատվեց իբրև հասարակական չարիք։ Հայաստանում տոկոսային արտահայտությամբ գերակշռում են ֆիզիկական բռնության դեպքերը։ Կանանց եւ երեխաների հանդեպ բռնությունների հոգեբանական խնդիրներին ծանոթացրեց Ռուսաստանից ժամանած հոգեթերապևտ, բռնության զոհերի պաշտպանության ազգային հիմնադրամի ավագ խորհրդական Սերգեյ Բորզովը։ Հոգեվորականը երբեք անտարբեր չի եղել հասարակության խնդիրների հանդեպ եւ այս առումով Սերգեյ Բորզովը շատ է կարեւորում հոգեվորականների դերը սոցիալական աշխատանքում։ Ռուս մասնագետը խորհուրդներ տվեց բռնությունների ենթարկված ընտանիքներին օգնության հնարավոր ուղղությունների ու ռազմավարության վերաբերյալ։ Ընտանիքը, որը ամենափակ կառույցներից մեկն է ընդհանրապես մեր աշխարհում, Հայաստանում, թույլ է տալիս, որ դու մտնես այնտեղ եւ իրեն օգնես։ Միայն այս դեպքում, միայն սիրո, համերաշխության, համբերության ճանապարհով կարելի է հասնել փոփոխությունների եւ քրիստոնեական արժեքների տարածման։ Մարդը գալիս է սիրտը լցված եւ խոստովանում կիսվում է քահանայի հետ։ Ակամաձևով քահանան հայտնում է այդ խնդրի ներսում այդ ընտանիքի խնդրի կենտրոնում է հայտնում եւ ինքը պիտի փորձի իր խորհուրդների միջոցով եւ խորհուրդ տա եւ մարդկանց այդ վիճակից անի։ Հիմնականում հայկական ընտանիքները միշտ են ընդունված թաքցնել է։ Մենք ասում ենք, որ մեր մոտ չկա բռնություն։ Առավել եւս շատ հաճախ մենք չենք հասկանում միշտ այն բռնություն։ Աշտարակի Սուրբ Մարիանեի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ Քահանա Երանյանը կարծում է, որ տղամարդկանց մեծ մասը եւս հաճախ ենթարկվում է բռնության հենց ընտանիքի անդամների կողմից։ Հայտնվելով կնոջ ֆինանսական հոգացության ներքո, գործազուրկ տղամարդն աստիճանաբար արհամարանքի է արժանանում, անտարբերության մատնվում։ Արդյունքում ընտանիքը քայքայվում է։ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանն աշխատում է Արարատյան հայրապետական թեմի ցերեկային կենտրոնում, որտեղ հոգևոր աջակցություն են ստանում թմրամոլներ, սեռավարակակիրներ։ Նրանց խնդիրներն էլ անմիջականորեն ազդում են ընտանիքի մյուս անդամների վրա։ Մենք հիմա արդեն նոր ծրագիր ենք սկսել, որպեսզի աշխատենք թմրամոլների կանանց հետ, կանանց խումբ ենք ստեղծում, որպեսզի եւ հոգեվորականը եւ հոգեբանը իրենց հետ առանձին անհատական հանդիպումներ ունենան, խմբային աշխատանքներ կազմակերպենք։ Նրանք, ովքեր որ ունեն նման խնդիրներ, ուղղակի եկեղեցի գան, Արարատյան հայրապետական թեմ։ Աջակցություն ընտանիքին ծրագիրը մեկնարկել է 2010-ին Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ ու կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ։ Հանրապետության տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցում կազմակերպվել են հոգևորականների ու դպրոցականների ծնողների հանդիպումներ, քննարկել են քրիստոնեական ընտանիքի առողջացման անհրաժեշտության մասին հարցեր, կարևորել հայ եկեղեցու արժեհամակարգին հավատարիմ լինելու եւ ընտանեկան ավանդույթների պահպանման խնդիրներ։ Իրեցակ նաև հավաքական առումով շփում եղավ իրենց համայնքի հավատացյալների հետ, որտեղ ծնողներ էին։ Այն հիմնական մարդիկ են, ովքեր որ ընտանիքը պահողն են, պահպանողն են եւ իրենց համայնքի ծուխը կազմող անձինք են։ Եվ փաստորեն այդ խնդիրներին ավելի շատ ծանոթացավ իրենց հոգևոր հայրը։ Այսինքն այդ
նաև եղավ հիմք, որպեսզի քահանայի հետ կապ պահեն հետագայում, խնդիրների համար մոտենան, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը, բաժանման խնդիր կլինի, արհեստական վիժեցման խնդիր կլինի, երեխայի դաստիարակության, ընդհանուր մինչև սեռական դաստիարակություն խնդիր կլինի։ Այս հարցերը մեր մոնիթորինգի, այսինքն հարցումների արդյունքում փաստվեց, որ քահանա-հայրերի ավելի շատ սկսեցին անհանգստացնել։ Մայրաթորի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի եւ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի աջակցություն ընտանիքներին ծրագրի նպատակը եկեղեցի դպրոց ընտանիք կապի ամրապնդումն է։ Այն շարունակական կլինի։ Միայն հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների, համոզված են հոգևորականները։